Հայաստանի Հանրապետության ուժային կառույցներին ողջունում եմ։ Դուք ժամանակին ունեիք խնդիր սեփական ձայնը ընտրություններում չորոշելու։ Այսինքն ում ընտրեք, ում չէ։ Ձեր տեղը ընտրվում էր, բոլորս էլ գիտենք, բոլորս քաջատեղյակ ենք, բոլորս էլ լսել ենք։ Այսօր դուք ունեք ազատ ձայնի իրավունք։ Եվ ձեր ձայնը նույնպես շատ կարևոր է։ Դուք նույնպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եք, Հայաստանի Հանրապետության մի մասնիկն եք կազմում։ Ձեզ խնդրանք ընտրություն անելուց մտածեք մտքով, հոգով եւ սրտով ձեր ընտանիքների մնացած բոլոր մեր հայրենակիցների ու մեր Հայաստանի Հանրապետության հետագա ճակատագրի համար։ Մենք պիտի ունենանք հզոր երկիր, մենք պիտի ունենանք խաղաղ երկիր, մենք պիտի ունենանք Հայաստանի Հանրապետություն, որ ամբողջ աշխարհը կճանաչի, թեկուզ եւ փոքրիկ չափսերին մեր։ Կան աշխարհում երկրներ, որ շատ փոքր են չափսերով, բայց շատ հզոր են իրենց հզորությամբ։ Ուզում եմ ձեզ խնդրել սթափ մոտիկանալ այս հարցին։ Դուք բնականաբար քաղաքականության մեջ երբեք չկաք, չեք լինում եւ այդպես է կարգը չպիտի էլ լինեք, բայց դուք ունեք ձեր ձայնի իրավունքը, որը նույնպես որոշիչ է լինելու այս ընտրություններին։ Խնդրում եմ եւս մեկ անգամ բարեխղճորեն մեր անցած բոլոր տարիները, 30 տարիները եւ ավել վերհիշելով կատարել ձեր ընտրությունները։ Բոլորից շատ սիրում ենք, շատ հարգում ենք եւ ամսի 7-ին հոգով, սրտով եւ մտքով կատարեք ձեր ընտրությունը, հարգելի ուժային կառույցի մեր ներկայացուցիչներ։ Չմոռանամ նաեւ ասել, որ ուզում եի շնորհավորեի ձեզ, որովհետեւ երրորդ անգամ մեր Հայաստանի Հանրապետության պատմության մեջ դուք ունեք հնարավորություն ինքնուրույն որոշել, թե ում տակ ձեր ձայնը։